Նրան տապանում հյուրընկալել եմ ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովին, պարոն Վարդանով, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ ՀԱՊԿ-ի սառեցված անդամ Հայաստանին ԱՄՆ-ն կտրամադրի $11 միլիոն արժողությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ըստ վարչապետի այս անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը ապացուցվել է հարուստ փորձով։ Ինձ հետաքրքիր է ռազմական փորձագետի գնահատականը, որպեսզի մենք հասկանանք, մենք ինչ ենք ձեռք բերել եւ արդյոք այն գնահատականները, որոնք հատկապես իշխանական կողմից են հնչում, տեղին են եւ օբյեկտիվ։ Եթե վերցնենք իր ռազմական բաղադրիչը, ուկրաինական ճակատն է միայն մեր ճակատին քիչ թե շատ համապատասխանում տեխնիկական առումով, որտեղ այն որտեղ որ օգտագործվել է խուսիտների դեմ, խուսիտները հակաօդային համակարգ չունեն, որպես այդպեսին աբսոլյուտ չունեն, էլ որտեղ է օգտագործվել եկել։ Մեկը կարող է Մագադիշոյում, Սամալիում, որ այնտեղ հակաօդային համակարգը Ալլահին աղոթելն է, էլի ասենք։ Իսկ ուկրաինական ճակատում այս բաները, դրոնները աչքի չեն ընկել, մի քանի կադր տեսել եմ, նման կամ միգուցե հենց իր օգտագործելը, մի քանի կադրից ասենք, մեկը ռուսական էր, նման տեսքով ասենք բանը, անօդաչու օգտագործելը։ Եթե վերցնենք ամերիկյան բարձր տեխնոլոգիաների իր հասանելիությունը իրանց արտադրողների, միգուցե ինքը լավն է, նույնիսկ շատ լավն է, բայց կարծում եմ, ասենք, եթե անդրադառնանք ռազմաֆինանսական բաղադրիչին, մեր արտադրողները նմանատիպ սարքեր ունեն, նմանատիպ գործողություններ անող ու ոչ պակաս որակով, բայց ասենք 1-0, իսկ միգուցե 2-0 ավելի պակաս գումարով։ Դա այս բանը, որ վերցնենք, տրամադրելը, տրամադրել բառը թարգմանության մեջ է երևի հնչել, երևակայի Վենսը ասել է, որ վաճառում ենք։ Տրամադրելը վաճառելն է, մեզ վաճառում են այդ ապրանքը ու շատ նման է Ռուսաստանի պահվածքին Հարավային Կովկասի, անկախ դրանից մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք, ինքը թուրքերին վաճառեց 2010 թվականին 100 տանկ, 100 T-90 պրառիվ եւ թե պրառիվ չէր, ուղղակի T-90 եւ BTR-3 100 զրահափոխադրիչներ։ Այդ 200 զրահատեխնիկան, որից կեսը տանկ ինքը վաճառելով Բաքվի ռեժիմին, պայմանագրով նախատեսված էր կրկնել այդ ամեն ինչը, եթե Բաքվի դեսպոտը ցանկանա, ասենք, երկարացնի այդ բանը համագործակցությունը։ Մեզ դրա փոխարեն, ասենք, ինչ որ հակատանկային համակարգեր շատ սահմանափակ քանակով, ու դա շատ նման էր, ասենք, բիզնեսի մեջ գոնե Հայաստանի տարածքում ռուսական մի հատ բառ է օգտագործվում ռասկրուտկա։ Ստիպել, որ այն մեկը ավելի շատ ծախսանի, հակատանկային համակարգեր մեզ տրամադրվեց, ոչ այդ քանակի, ինչքան ասենք, այդ 200 զրահատեխնիկան կայունացնելու համար կարար պետք գար, այն առումով, որ թուրքերը եւս 200 զրահատեխնիկա առնեն։ Հիմա սա նման է շատ այդ ռուսական պահվածքին, երբ որ 907 բանաձևը հաշվի առնելով թուրքերի մարդածիացության եւ ասենք վայրենի պահվածքը 88 թվականին Սումգայիթում, 90 որտեղ 20-ից ավել ասենք ապացուցված մահեր կան, 90 թվականի հունվար, որտեղ 3000-ից ավել հայ ինֆարկտով մահացածներ կա մի շաբաթի մեջ ինֆարկտով եւ ինսուլտով, տարբեր տարիքի մարդիկ, ասենք, երեխա մանուկից միջև, ասենք, ծերունիներ։ Այդ ամեն ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ տեսնելով 907 բանաձևը մտցրեց, որ սահմանափակի նման գազաններին զենք վաճառելը։ Հիմա այդ բանը զենքի արգելքը հանվել է, բայց կոնգրեսը դեռ չի հաստատել, պարոն։ Ну, համենայն դեպս հանվել է պրեզիդենտի կողմից եւ դրան ռուսական պահվածքի պես մի բան է դրսևորում, ասենք, Ամերիկայի պրեզիդենտը իր աշխատակազմով մեր համար բացելով փոքրիկ պատում, որ կարնա դառնա, ասենք, դուր։ Հիմա եթե իր ռազմական բաղադրիչից, ռազմաֆինանսականից եւ բարոյահոգեբանական բանից մի կողմ գանք, ինքը ունի նաեւ ռազմաքաղաքական բաղադրիչ այդ գործարքը,
Ռազմաքաղաքական բաղադրիչն է, որ 907 կետը եթե թուրքերի վրայից հանում է եւ թուրքերը գնելու հնարավորություն են ստանում, հաշվի առնելով որ իրաց բյուջետը զենք գնելու առումով կրկնապատկվել է, պիտի նայենք, սենց էլի, երբ որ բյուջեի մեջ 20% կրճատվում է կամ ավելանում է, հո ամբողջը չէր գնալու սպառազինության։ Որոշակի ծախսեր կան աշխատավարձ, կենցաղային, այնտեղ ջեռուցում, զորամասերում, կարճ ասած շատ ծախսեր կա, եւ մոտավորապես 30%-ն է գնում, ասենք, բանի, սպառազինություն ձեռք բերելուն, նոր տեսակ կամ թարմացնելու հները։ Ու եթե ասենք ուշադրություն դարձնենք 26 թվականի Բաքվի բանա ռեժիմը ինչքան ամացրել, ստացվում է, որ ինքը զենք ձեռք բերելու կրկնակի ավել ծախսեր է նախատեսել։ Մեր մոտ նույն սկզբունքով, եթե մենք անդրադառնանք, հակառակը, մեր մոտ կրկնակի փոքրացել է, իսկ հնարավոր է ձեռք բերումները ընդհանրապես կիսազրոյանան, հույսները դնելով միայն ասենք հայ արտադրողի վրա, որովհետև հայ արտադրողից 1 կամ 2 զրո ավելի էժանես կարում ապրանք կնես։ Փաստորեն մենք այդ ռազմաքաղաքական բաղադրիչից դեռևս օգտվելու հնարավորություն չենք ունենալու այս գործարքից։ Բայց հետագայում հաշվի առնելով ամերիկյան անգլիական լեզու աշխարհին պատկանելը եւ ամբողջ առումով չէ, բայց գոնե իրավական տեսակետից, իսկ շատ հաճախ իրավական կարգավորում է լինում զենք ձեռք բերելու հարցերը, այնտեղ պրեցեդենտնի պրավա, то есть օրինակով է, եթե մի դատավոր որոշում է կայացրել, մի 5 տարի հետո մյուս դատավոր գլուխ չի ջարդում, ասում է այն որոշման հիման վրա, այնինչ կետին, այսինչ տարածքում, այսինչ գյուղում, որ դատավորը սենց է որոշել, ես էլ եմ դրա հիման վրա սենց որոշում։ Նույն ձևով այս անօթաչու թռչող սարքերի ձեռք բերումները բացելու այն դուռը, որ տարիներ հետո կամ պարտքով թաթախվելով, ասենք հսկայական, ասենք տարիներով մեր վրա մեծ բեռ վերցնելով մենք Ամերիկայից բարձր տեխնոլոգիաներով, բայց շատ թանկ զենքեր ենք գնելու եւ պարտքերի տակ թաղվենք, բայց այդ ձեռք բերելը մեր համար չի լինի խոչընդոտ եւ այն տակ փուլում, ասենք, պատերազմական գործողություններ, եթե թուրքերը մեր դեմ սկսեն, անգամ հնարավոր կլինի նույնիսկ պահեստներից ձեռք բերել ապրանքները, որովհետեւ այդ ժամանակակից տեխնոլոգիաների արգելք չկա Հայաստանի դիմաց։ Հիմա Ես ճիշտ եմ հասկանում, եթե հապկում սառեցված չլիներ, մենք էլի կստանայինք զենքեր։ Հիշում ենք, չէ, 16 թվականին ռազմաքաղաքական առումով մի ընդհանրություն կազմող Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Իսրայելի հրեական պետությունը, ուրեմն 16 թվականից առաջ տրամադրել էր Բաքվի հանրապետությանը որոշ ժամանակակից զենք, զինամթերք եւ նույնիսկ օպերատորներ են եղել, որովհետեւ 16 թվականից հետո այդ հրեաներին, ովքեր որ պատերազմել են հայ զինվորի դեմ, իրանց նկատմամբ քրեական գործեր են բացվել, հենց նույն Իսրայելում։ Որոշ խախտումների համար ռազմական դիսցիպլինան խախտելու եւ այլն պատճառաբանությունով։ Իսրայելը հենց նույն ժամանակ, երբ որ իրան մեղադրանքներ հնչեցին Սերժ Սարգսյանի բողոքելուց հետո, այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր ղեկավարը Հայաստանի Հանրապետության, ուրեմն որ մենք 80 թվականի զենքերով էինք բանանում, Եվրոպայից որոշ դեպուտատներ հարցեր բարձրացրեցին, ունենց բավականին ջղայնոտ Իսրայելի նկատմամբ, որ դուք սենց 21-րդ դարի տեխնոլոգիաներ եք թուրքերին վաճառել, Իսրայելը դրանից հետո օֆիցիալ հայտարարեց, որ եթե Հայաստանը մեզ դիմի, մենք հենց նույն կամ նմանատիպ զենք եւ սպառազինություն կվաճառենք նաեւ Հայաստանին։ Հայաստանը այդ ժամանակ դեռ չէր ունեցել ղեկավարություն, որը հապկի գլխավոր քարտուղարին էր ձեռբակալում, ժամկետը չլրացած, դեռ չկար սառեցված հարաբերություններ, Արցախի հանրապետությունը մեր ձեռն էր եւ թուրքերը մեզ օկուպանտ էին անվանում, կարճ ասած շատ մինուսներ կար, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկ ռազմաքաղաքական ուրեմն միավոր կազմի մեջ Իսրայելը մեզ զենք վաճառելու պատրաստակամություն հայտնեց։ Էլ չեմ ասում 17-18 թվականին, երբ որ
թուրքերի դանան վաճառքի դանան դա հերահար հրետանու համակարգա չեխերը որ վաճառել էին բաներին ըստե մի քիչ աղմուկ բարձրացվեց հենց նույն դանայի արտադրողը նաև Չեխիայի կառավարիչ պրեզիդենտը հայտարարեց որ Հայաստանին էլ ենք պատրաստ վաճառելու ուղղակի դեռ դիմում չի եղել ՆԱՏՕ-ի երկիր այս մեկը ՆԱՏՕ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ենթակա այս մյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկ ընդհանրություն ռազմական առումով պատրաստ էին մեզ վաճառել ասեմ ավելին 16 թվականից հետո չէ դրանից առաջ երբ որ ռուսները ուրեմն վաճառեցին T-90 տանկերը եւ զրահատեխնիկան ոնց որ ասեցի հաղորդման սկզբում մեզ Ֆրանսիայի կառավարությունը ուրեմն տրամադրեց այդտեղ ես չգիտեմ վաճառելա թե անվճարա տրամադրել հակատանկային Միլան համակարգեր որը այդ ժամանակ շոշափվում էր 800 թիվը 800 հատ հնարավոր է այդ թիվը ճիշտ է հնարավոր է չգիտեմ բայց ամենայն դեպս տրամադրել է ՆԱՏՕ-ի երկիր Ֆրանսիայի կառավարությունը զենքի տեսակ որը որ եթե կամակոր պետություն է ՆԱՏՕ-ի կազմում Ֆրանսիան համարվում դեռ Դեգոլից բայց այդ Միլանը Ֆրանսիա-իտալական էր եւ Իտալիայի թույլտվությունը պետք է լիներ այ ոնց որ երբ որ Բելարուսյան պոլոնեզ վաճառում թուրքերին Չինաստանի թույլտվությունը պետք է լինի այդ հիմա նայեք ես բազմազան հակահայկական գործողությունների մասին եմ խոսում տարբեր պետությունների կողմից Ռուսաստան, Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ չկանխեց, ասենք այն մի գործողությունները, ասենք վաճառքի Իսրայելի կողմից, Բելարուսիա, Չեխիա, հետո Սլովակիանը տենց աչքի ընկավ, դանան դարավ դատա չեխ սլովակական, ասենք զրահացեբանը, հերահար զենքեր վաճառվեց թուրքերին, փողից հոտ չի գալի, բացի դրանից հիմա շատերը նույնիսկ ինձ զարմացնում է, որ մարդիկ չեն լսում ինչա խոսացվում ու չեմ ասում, չեն էլ հիշում 90 թվականներին ինչ է կատարվել, 90 թվականների ասենք պատերազմական գործողություններում գոնե մեկ պետություն ոնց որ 20 թվականին մեր կողքը եղել է գոնե մեկը 91 թվականին 92 թվականին 93 թվականին գետ մի պետություն չի եղել մեր կողքին իսկ թվարկեմ քանի պետություն ա եղել ասենք 90 թվականին Բաքվի հանրապետության կողքին եւ ուղղակի ուսումնական կենտրոն բացողները ովքեր որ պաշտոնական պարապացնում էին թուրքական բանակը եւ որոշները իրանցից նաեւ հարցակվել են իրանց զորամիավորումներով մեր վրա ուրեմն ուսումնական կենտրոն ուներ Իրանը Բաքվի հանրապետության տարածքում Ռուսաստանը Գերան կայարանում դեսանտայինների բազայում Շեմախայում Ռուսաստանը ուներ ինչքան հիշում եմ թե Խիրդալանում թե Բաքվի այն մյուս ծերը Ամերիկայի Միացյալ Նահանգները ուսումնական կենտրոն ուներ կանանչ բերետներից ասենք արցակուրթային եւ թոշակի անցած հրահանգիչներին վերել պարապացնում էր երկու գումարտակ որը որ Մարդակերտում Արցախի մեր ասենք հայրենակիցները կոտորեցին 20 թվականին ուրեմն Բաքվի կողմից պատերազմում էր զենքի տեսքով մեր դեմ զենքով տրամադրած զենքով գիտակցելով որ հայերի դեմ է վաճառում Իսպանիան, Իտալիան, Չեխիան, Սլովակիան, ուրեմն Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, Չինաստանը, Բելարուսյան, Ռուսաստանը մեր դեմ այդ բոլոր զենք վաճառողները արդեն 10 թվականից ռետորաբանությունը փոխվելուց հետո նկատի ունեմ էլի ասենք մասնակցել է պատերազմին որտեղ միջև 10 թիվ թուրքերը պատերազմից չեն խոսում Եվ մարդիկ կարան զենք վաճառելուց ասեն դե մենք չգիտեինք որ իրանք պաշտպանողական կարող է Իրանի կամ Ռուսաստանի դեմ էին բայց երբ որ ռետորաբանությունը ամբողջ շեշտերը ասենք ոնց որ հիմա հակահայկականության մեջ է հիմա էլ է այդպես եթե ինչ որ կույր ու հեռատես մարդիկ կան դա չեն նկատում ուղղակի բացեք իրանց դասագրքերը Թուրքաբաններ ունենք մի հատ բացեք աշխատանքները իրանց մեջբերումներով կարդացեք ու կարաք ստուգեք ցանկացածին ես չեմ լսեմ մեկը ստի իրանցից այնքան թուրքը դրական
փչակերտավոր մատերիալ է տալի թուրքագետների ձեռը, որ իրանց ավելացնելու բան իմաստ չկա, էլի։ Եվ այդ հակահայկական հայեցիացության, ասենք, քաղաքականության պայմաններում զենք վաճառողների մասին է խոսքը։ Միջև այդ կարողա, չգիտեմ, Բուրկինա Ֆասոն էլ է տվել, բայց մինչև բացահայտ ռազմատենչ եւ հակահայկական, ասենք, դպրոցներով, բաներով քարոզները։ 90 թվականին, ասենք, միջուկային պետություն է 2 մեր դեմ կռվել։ 2 զորքով եւ զենքով 20 թվականին Իսրայելը միջուկային զենք ունեցող, որը որ ձևի համար լռում են, որ ինքը միջուկային զենք չունի կամ ունի, ոչ մեկ պրոձե չի հասկանում, բայց լավ էլ գիտեն ու գնահատվում է մոտավորապես բանա, ասես մեծ բան կա, էլի 5-ից 50 միավոր միջուկային զենք, 5-ից մինչև 50 բանա 200-ին մոտ միջուկային միավորներ ունի Պակիստանը։ Թուրքիան դեռ չունի, հիմա շուտով երևի կունենա, որտեղ ակոյուն ռուսները հայ-հայա վերջացնում են եւ ասենք ատոմական աշխատելուց 5 տարի հետո արդեն ինքը կարա սկսի բանաներ, կադրեր կմշակի, հումք կձևավորի, այդ մենք ենք, որ մեր բանա վախկոտությունը բերել անդրան, որ մենք մեր ռեալ հնարավորությունները վախում ենք օգտագործենք։ Կարճ ասած, ուժեղի եթե չէ, հարուստի կողքը կանգնողները շատ են։ Այս կամ երկար վարակ պատմեցի զուտ ընդրապատճառով, որ դեռ 90-ական թվականներին հիմա էլ հարուստի կողքը կկանգնի Վենսը պարզ չի, կարող է շախիդների հրապարակետը, ասենք են բանա մայրը մի հատ վայրենի մայր կար այդտեղ, որ թուրքերը իր տղային թուրք տղային բռնաբարել եւ սպանել էին, ինքը հայ սիրտ էր կդրել բերել դրել գերեզման։ Կարող է նույնիսկ գնա այդ գերեզմանը պաչի, հետո երկար ժամանակ պրոշները լվա, բերանը ողողումներ անի, բայց բիզնես։ Եվ բիզնեսի խաթր, հենց նույն, ասենք, Վենսը բավականին ադեկվատ, ոչ մի հակաթուրքական, ոչ հայանպաստ, ուղղակի մարդկային գրառում էր կատարել, ծիծեռնակաբերդ, իսկ բիզնեսը ստիպեց, որ այդ գրառումը հեռացնի։ Ուղղակի մենք, չգիտես խի, ասենք, կույր ենք, էլի մենք չենք նկատում մեր ռեալ հնարավորությունները, որ մենք կարանք օգտագործենք, ընկնում ենք ինչ-որ սութի հեքիաթների հետևից եւ մեր գլխի մեջ հաճախ մենք մեր կողմից հորինված եւ հաճախ, ասենք, տարբեր ուժերի, այդ թվում նաեւ իշխանությունների կողմից այդ հեքիաթը աճացրած, որ մեր աշկերի դեմը, ասենք, փառ կապի։ Եվ հետո բողոքում ենք, որ սենց եղավ, ունենց եղավ։ Նամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք
հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Վարդանյան, Երկար պատասխանեցին, բայց էլի հարցեր ունեմ այդ թեմայով, բայց մենք չենք հասցնի մյուս հարցերին անդրադառնալ, դրա համար հիմա փորձենք մի փոքր շեղվել։ Ամրացված շրջաների ցուցադրություն տեղի ունեցավ երկար ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար էր Պաշտպանության նախարարությունը այցեր կազմակերպում, մենք ծանոթանում ենք, բայց դա չլուսաբանվող էր։ Հիմա փաստորեն դա ներկայացվեց հանրությանը։ Ես կուզեմ լսել ձեր գնահատականը այդ շինությունների հետ կապված, սպառազինությունը, նաև ցույց տվեցին նոր ձեռք բերված, ինչ կարող եք ասել։ Մենք քանի հոգի դատեցինք դրա համար կամ ծառայությունից հեռացրեցինք, այդ ստատիստիկան կա պոստում նկարվելու համար։ Սովորական պոստում, որտեղ, չգիտեմ, կամ պատիշար էր մեջքի հետևը, կամ անիվներ էին մեջքի հետևը։ Ոնց որ ասած, արդեն մի անգամ ասել եմ, այն ինչ որ Զևսին կարելի է, ցելին չի կարելի, երևի։ Բայց սա շատ ավելի մեծ ինֆորմացիոն բան է, էլի, ասենք, ալիքա կարելի ասել, որ նետվել է ինֆորմացիոն դաշտ, եթե դա հանցանք էր։ Սա ուրեմն, եթե դրա համար ծառայությունից հեռացնում են կամ մի կես տարի դատապարտում են, սրա համար երևի ցմա բանտարկություն, մահապատիժ, դրանից հետո ոսկորներից բանտարկում 1700 տարով կամ 1800, հա, տենց պետք է գնահատենք։ Ես տենց չեմ նայել, որ պիտի ցույց չտանք, դա մեծ սխալ եմ համարել այն ժամանակ, որովհետև սկզբից ցույց էր պետք տալ, որ ինչքան աշխատանքներ կա եւ արագացնել է պետք ինժեներականը ուժեղացնելու համար, հետագայում երբ որ ինժեներականները հենց նույն հասարակական կազմակերպությունների օգնությամբ, երբ որ ասենք ամրացվեց եւ հնարավորություն ստեղծվեց պետության այս բետոնի շինությունները անել, մենք շատ գաղտնի էինք նկարում մեր գմբեթ 2-ը 3-ը, ասենք, շատ գաղտնի, որ հանգարց չերևա հետևից ոչ մի բան, մենակ թումբը երևա, հողով ծածկված, ասենք, ամրազուրան։ Հիմա Պաշտպանության նախարարությունը պրոպագանդում է իր աշխատանքը, ես սրա մեջ էլ վատ բան չեմ տեսնում։ Զարմանալի է, որ դրա մեջ վատ բան են տեսնում ռազմական էքսպերտները, ես հայկական, ասենք, ես այդպես վատ բան դրա մեջ չեմ տեսնում։ Վատ բանա այն, որ այսօրվա զենքը հաշվի առած չի այդտեղ։ Որոշ զենքի տեսակներ, որոնք շատ ճշգրիտ են, 10 սանտիմետր շեղումով են, ասենք, կպնում, այդ զենքերը հաշվի առած չի։ Մեծ ամբրազուրաներ, հասկանալի է մեծ զենքի տեսակներ պետք է լինեն։ Ամբրազուրաները ձեռքով, առանց մեխանիզմների, առանց ռեդուկտորների, որը որ մարդու ուժ, ասենք, պայմանական 10 ջոուլը կդարձնի 100 ջոուլ կամ 10 կիլոջոուլ, ձեռքի շարժումով ամբրազուրան տեղաշարժում է, ամբրազուրայի դեմի վահանակը, մեծ վահանակը, մոտորապես մետրը 2-ի կամ մետր կեսի վրա։ Դա նշանակում է բարակ, գրեթե ոչ մի բանից պաշտպանող, ասենք, վահանակներ են լինելու ամբրազուրայի վրա։ Հնարավոր է դեմը ցանց լինի, այո, հնարավոր է։ Իսկ ցանցը պահելու է, ասենք, հրետանու բանից, ականից, ասենք, հրետանու սնարյադներից, իհարկե ոչ, անօդաչու սարքից կպահի մի անգամ, իսկ երկրորդ անօդաչուն, իսկ տեսել եմ, որ խուժան տանկի վրա չէ, խուժան մեքենայի վրա ռուս-ուկրաինականում քանի հատ անօդաչու են հերթով իրար հետևից խփում։ Բնական է, եթե մի տե ցանցը պատրվի, հենց այդտեղ կտանեն կլցեն ու կլցեն, այնքան միջև ընդեղից կարիդոր բացվի,
այն մնացած կրակակետերին մեջքի կողմից մոտենան։ Հիշենք, որ FPV-ների մասին է խոսքը, որը որ չեմպիոն տղերքը մեծ արագությամբ, ասենք խրամատի մեջ, սենյակների մեջ են ֆռում ու պատերին չեն կպնում։ Կարճ ասած ժամանակակից զենքի տեխնիկայի հնարավորությունները այնքան էլ հաշվի առնված չի, հողածածկը իմ համար անբավարար է, որովհետև ես դրանից հաստ լցնում եմ 2 հոգու կրակակետի վրա հողը։ Դրանից հաստ, այն որ իրանք ասենք մի վաշտի համար են անում, խոսքի այն ինչ որ ցույց տվեցին, մոտորապես 100 հոգու մնալու տեղը։ Դրական կլինի, եթե մեր բոլոր կազարմաները դա դառնան, բայց դրանից մի քանի օր առաջ, հենց այդ նույն ինժեներականները ցույց տալուց առաջ, նաև պրեզենտացիա արվեց մի զորամաս, որտեղ սենդվիչ պանելներով էին զորամասը բացում։ Սենդվիչ պանելը ոչ մի բանից չի պաշտպանում։ Մենակ մորքըֆուրից կարող է պաշտպանի, ինքը ռեալ ոչ մի բանից չի պաշտպանում։ Ոչ պայթյունից, ոչ ասենք բեկորներից, մեծ հեռավորության վրա որ բեկորը գա, հա կպաշտպանի, բայց էպիկենտրոնից 15 մետրի վրա այդ նույն սենդվիչը մի հատ մտնելուց կծակի դուրս կգա, կմտնի սենյակով մի երկու հոգու կփրթի, մի հատ էլ այն մյուս սենդվիչը կծակի դուրս կգա։ Դրա համար ասենք այն ինժեներականները, որ սահմանամերձ տարածքներում ցույց են տվել, որ դա դառնա կազարմա, իսկ դա չկա, հլը ես կողջունեմ այդ կազարմաները։ Չնայած ընդ ուրիշ տեխնիկական վրիպումներ էլ կա, բայց չմանրամասնեմ արդեն, էլի, որովհետև բացահայտը այն որ ձեռով բրթելը բան է ցանկացածը տեսա, բայց բաներ կա, որ էլի տեսանելի էր, բայց լավ կլինի ես ոնց որ ասած դրա մասին չխոսամ։ Դե գիտեք, տրամաբանությունը այն է, որ խաղաղություն է լինելու է երկարատև, որքան էլ թերահավատ են հանրության որոշակի հատված, փորձագետներ, վերլուծաբաններ, այնուամենայնիվ իշխանությունները շարունակում են պնդել, որ խաղաղությունը լինելու է երկարատև, եւ Ադրբեջանի ձեր նշած այդ սպառազինությունների ձեռքբերման բյուջեի մեծացումը ամենևին էլ ուղղված չէ Հայաստանի դեմ, Ադրբեջանը պատրաստվում է համաձայն, որ ամբողջ զենքը չի, որ մեր դեմ է ուղղված։ Ես համաձայն եմ իր հետ, հա, բայց պետք է խելագար լինես, որ հավատաս, որ երկարատև համարյա հավերժ, ասենք, խաղաղություն է լինելու մեր ու թուրքերի մեջ։ Եթե անգամ այդ պայմանագիրը ստորագրվի։ Այո։ Ֆրանսիա լեզու, ասենք, Շվեյցարիայի հատվածը Ֆրանսիայից բաժանվում է գերհզոր ինժեներական կառույցներով։ Այն գնացքի, ասենք, ուղին, որը որ մտնում է թունելի մեջ Ֆրանսիայի կողմից մտնելով, հետո ասենք Ալպեքի տակով անցնում է ու այնտեղ Իտալիայի կողմերը դուրս է գալի, երկու հատվածում էլ, ասենք, լուրջ հրետանային բետոնապատ, ասենք, կառույցներ կա։ Ու եթե մարդիկ ուշադիր են, ասենք, Ֆրանսիայից Իտալիա ուղևորվել, ասենք, այդ երկաթգծով, ուշադիր նայելուց այդ թնդանոթների փողերը կտեսնեն։ Կարծում եք ֆրանսիացին, ֆրանսիա լեզու շվեյցարացու նկատմամբ, որտեղ այդ կողմից ատելությամբ լցված եւ իրանց մանգապարտեզներում սովորացնում են, որ ասում են ով է մեր թշնամին, ասում են ֆրանսիացին, հա, դա Շվեյցարիայում ասում, Ֆրանսիայի, Շվեյցարիայի բնակիչ, կամ ասենք մաթեմատիկական խնդիրներ կա, որտեղ որ ինչ հեռավորության վրա պիտի կրակես այդ զենքով, որ խոցես, ասենք, հայ զինվորին, որը որ օկուպացնում է, ասենք, քո բանը, երկիրը։ Այդտենց բանա, չէ, հայ զինվորին չէ, խոսքի Ֆրանսիայում կա, շվեյցարական զինվորին ոնց այս հեռավորության վրա կրակես, եթե զենքի տարագությունը այսքան է, ասենք, ինչքան շուտ կկպնի, հա, այդտենց խնդիրներ կա, ասենք, դասագրքերում իրանց։ Իսկ թուրքերի մոտ կա այդ դասագրքերը։ Շվեյցարիան չի սպառնում Ֆրանսիա, կամ ասենք Ֆրանսիան չի սպառնում Շվեյցարիա, բան տանի 300,000 չէ, 3,000 փախստական նույնիսկ հակառակը բանը աշխատում են այնտեղ Ֆրանսիա լեզուները Ֆրանսիայի տանեն ֆրանսիացիք վերբով կանեն տանեն իրանց մոտ աշխատացնեն, որտեղ գաստարբայտերները գալուց ասենք երբեք այդ որակավորումները չեն ունենում ինչ որ տեղի բնակչությունը, նույն ձևով Շվեյցարիան է փորձում իր մոտ Ֆրանսիայի բնակիչներին տանի աշխատացնի, կարճ ասած հավերժ խաղաղություն ասողը կամ մեզագժի տեղ դնում կամ ինքնագիժ գժի աստիճանի, ասենք լավատես, ասենց ասեմ։
Շատ լավ։ Պարոն Վարդանов, Պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 1-ից բանակում հոգևոր ծառայողներ կարող են լինել, բայց գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, այսինքն այդ գնդերեցների ծառայությունը ոչ թե դադարեցվում է, այլ նրանք ենթարկվելու են Պաշտպանության նախարարությանը։ Պապիկյանն ասում է, որ բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Սա այդ իշխանություն, հոգևորականություն, արճակատման ուղիղ հետևանք համարել եւ սա ինչ ազդեցություն կունենա։ Դե գիտեք, ինչի հետևանքներ առաջինը պետք է հասկանանք ինչի պատճառով է, չէ, դա ասենք առաջ տարվում, չէ, որ դա բացահայտ վնաս է։ Բացահայտ վնաս է, որովհետև զինվորին այն ծանր պայմաններում թողելու ես մենակ ասենք հակառակորդի հետ, մահվան հետ։ Կարճ ասած, մենք պիտի հասկանանք, որ այդ ամեն ինչը թուրքերի պահանջով է այդ ռեալ։ Չի կարող ասենք այդ աստիճան հակահայկական տրամադրություն ունեցող ղեկավար լինի, որ նման որոշում ներկայացնի։ Դա մեր վախեցածությունն է, մեր թույլ լինելն է, թույլ ղեկավարությունը եւ թույլ ասենք հասարակությունը թույլ են տալի, որ թուրքերը ասենք փաշազադեն, ասի բանը եկեղեցին ոչմ ձևափոխել է պետք։ Փաշազադեն դա ասում է եւ ստեղ սկսում է եկեղեցու դեմ աշխատանքներ տարվել։ Բանը Գեյդարզադեն Իլհամը ասում է հայկական բանակը պետք է կրճատվի, ստեղ մի տարի, կես տարի հետո որոշում է ընդունվում, որ զինծառայողների թիվը կրճատվի ժամկետայինները կես տարով ժամկետը պակասացնելով իրենց ծառայությունը։ Ես հենց ստուդիայում թվերը բացադրել եմ, չէ, որ գալիս է մոտ 10-15%-ով կրճատում հանձնակազմի։ Դա թուրքերի պնդմամբ է, ուժեղ չենք, ուժեղ չի մեր ղեկավարությունը, ուժեղ չի հասարակությունը, որովհետև եթե նույնիսկ հասարակությունը ուժեղ լիներ, այդ որոշումները ռիսկ չէին անի, այսքան ասենք վախեցած է մեր ղեկավարությունը հակառակորդից, ավելի շատ վախեցած կլինի հասարակությունից, բայց քանի որ հասարակությունը Թույլ է, թե մեր հասարակությունը, պարոն Վարդանով, ուժեղ է պարզապես խնդիր է այդ հասարակությանը կոնսոլիդացնել եւ իր դժգոհությունը, իր չհամակերպելը արտահայտել կոնկրետ գործողություններով։ Թույլը բաժանված լինելով։ Դա լա թույլություն։ Այսինքն եթե թույլ չլինեինք, այսինքն թույլ չլինեինք, հաստատ մեր ղեկավարությունը կլիներ ուժեղ, ինքստինքյան, որովհետև հասարակությունը կստիպի իրան, որ ուժեղ հասարակությունը կստիպի թույլ ներկայիս կառավարությունը, որ սկսել իրան ուժեղ դրսևորել։ Քանի որ դա չկա, այդ մեջքից պատժկեն չի զգում, ինքը այդ ղեկավարությունը իրան թույլ է պահում եւ հասկանալի է։ Ընդունելի չի, բայց հասկանալի է։ Բա մեր գործողությունները այն մարդկանց, ովքեր համաձայն չեն, մենք պետք է այսպես նստենք եւ նայենք, թե ինչպես են իրենք կատարում թուրքական այդ ծրագրերը։ 60-ից ավել ռազմահայրենասիրական կառույցներ կան, 60-ից ավել։ 23 թվականին, երբ որ ՈՄԱ-ի գմբեթ կառուցելու աղմուկը բարձրացավ, մեր դեմ կառավարությունը շատ կոնկրետ սկսեց քայլեր ձեռնարկել, որպեսզի մեզ թույլատնի, ու մենք մեր պետության հետ կոնֆրոնտացիայի մեջ չմտնելու պատճառով սկսեցինք, ասենք, չլուսաբանել մեր աշխատանքը, նույն աշխատանքը կատարել ավելի քիչ վոլոնտյորներով, ավելի քիչ գումարով, բայց նույն աշխատանքը կատարում ենք, առեսօր էլ կատարում ենք։ Որովհետև երբ որ չես լուսաբանում հասարակական կազմակերպություն լինելով, դու հասարակությունը էլ այդքան չի մասնակցում քո գործերին, ոչ մի առումով էլ ասենք, դու կամ բոլոր առումներով։ Մենք համաձայն էինք, ասենք, որ ինչ որտեղ, ասենք, թուրքերից պրես կարա լինի, ով էր խանգարում թաքուն մեզ չնեղացնել։ Ձևական բանը ՈՄԱ-ի ղեկավարին, ասենք, Վովա Վարդանովին տանել նստեցնել, մի 40 տարի սրոկ տալ, վերստուգիչ եսիմինչ հանձնաժողով, հետո եսիմ բանով ու
Խոսքի ես սնած ձևական մի 3-4 անգամ դատերի ժամանակ նստեի մի քանի օր, բայց տակից մեզ չխանգարեին, որ հասարակությունը ուժեղանար։ Հիմա 60-ից ավել հասարակական կազմակերպություններ կան, որոնք բացվել են գրեթե բոլորը 20 թվականից հետո, որովհետև վտանգը շատ ռեալ է։ Վտանգը ռեալ է, հասարակությունը դա տեսավ, բացեց, բայց պետությունը ամեն հասարակական կազմակերպություն, նույնիսկ այն հասարակական կազմակերպությունը, որը որ պետությանը շատ լոյալ մարդ է ղեկավարում, շատ լոյալ, որովհետև հեղափոխություն կամ հեղաշրջում անողներից մեկն էր, ասենք այդ մարդը այդ կառույցի փոխնախագահ չէ, շրջանի ներից մեկի ղեկավարին 15 փամփուշտ ունենալու պատճառով դատում են։ Դա բնական է 15 փամփուշտի հարցը չի։ Անհեթեթություն է 15, թեկուզ 150, թեկուզ 350 փամփուշտի համար վաճառաբանը դատել են մարդուն, ով որ դրսևորում է իրան ռազմահայրենասիրական, ռազմաքաղաքական, ռազմամարզական ոլորտի աշխատող է։ Դա աբսուրդ է, դա ադմինիստրատիվ կարած խախտում գրանցես, մատ թափտաս անցնես միան, որ կանոններն է խախտվել, ոչ թե քրեական առարկա, բայց դատում են ինչի համար, որ հանգարց հասարակական կազմակերպությունները թափ չհավաքեն։ Այն դեպքում, որ այս պետության ղեկավարությունը պիտի հենվի հասարակության վրա, ինքը իր 2%-ով, ինքը թույլ է, բնական է, իրան ով ասես, ինչ ասես, դեմ կտակ ասի համբյուրի ու ինքը ստիպված համբյուրելու է, քանի հասարակության վրա հենված չի, այ հենված է շեֆ ասողների վրա, որդադիր չի բոլորը քոպես մտածեն, բոլորը ձեր ուղով քայլեն, բայց ասենք շատ ավելի կարան պիտանի լինեն այս երկրին, քան դուք բոլորդ իրար հետ վերցրած, զուտ իր պրոֆեսիոնալիզմի պատճառով, դա մարդ լինի, կազմակերպություն լինի, հասարակական կազմակերպությունները ամրացրա և դադարի լինել թույլ։ Շնորհակալ եմ։ Այս ավարտի համար ես հուսով եմ, որ մեզ դիտողների մոտ ամեն դեպքում վերլուծելու եւ եզրահանգումներ կատարելու տեղիք կտա։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։